նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեզ հյուրընկալելու համար եւ գերազանց հյուրընկալության համար։ Մենք հանդիպում ենք այստեղ Երևանում շատ վճռորոշ պահի, ես կասեի, աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական անորոշության պահի։ Ավելանում հագնանում է ճնշումը մեր ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, կասկած չկա, եւ բոլորս համակարծիք ենք, որ անհրաժեշտ է ամրապնդել երկխոսությունը, ամրապնդել համագործակցությունը եւ հավաքական դիմակայունությունը։ Եվրոպական քաղաքական համայնքը հենց այն հարթակն է, որտեղ պետք է այս մարտահրավերներին արձագանքել, քննարկել, թե ինչպես կարելի է պահպանել եվրոպական միասնությունը, բազմակի ճգնաժամերի ժամանակահատվածում, ինչպես ամրապնդել եվրոպական անվտանգությունը որպես մայրցամաքի եւ ոչ միայն եվրոպական միության, այլ որպես մայրցամաքի համար անհրաժեշտություն։ Մենք հիմնարար փոփոխություն ենք տեսնում անվտանգության մեր լանդշաֆտում, ավանդական պատերազմից դեպի խառնածին սպառնալիքներ, մարտահրավերներն այսօր եվրոպական միության սահմանների վրա կանգ չեն առնում, դրանք մայրցամաքային են եւ դրանք համաեվրոպական արձագանք են պահանջում։ Այս համատեքստում Եվրոպայի անվտանգության վստահելի քաղաքականությունը պետք է 365 աստիճանի տեսանկյուն ունենա։ Ուկրաինան, Մերձավոր Արևելք, Արևմտյան Բալկաններ, սրանք այլևս տարածաշրջանային նախընտրությունների հարցեր չեն, այլ ռազմավարական պահանջներ ամբողջ եվրոպական ընտանիքի համար Լոնդոնից մինչև Նիկոսիա, Փարիզից մինչև Երևան։ Ես իրոք հավատացած եմ, ընդ որում կարծում եմ ներկա առաջնորդների մեծ մասը համակարծիք կլինեն, Եվրոպան պետք է ավելի ինքնուրույն, ինքնավար Եվրոպա ունենան այսօր ռազմավարական պատասխանատվության խնդիրը, թե Եվրոպայի արդյունաբերական բազան խորացնելը, թե համախոհ գործընկերների, օրինակ Կանադայի հետ գործընկերային կապերը խորացնելը, Կանադան այսօր այստեղ մեզ հետ է։ Մեր նպատակն է ապահովել, որ Եվրոպան ունենա կարողություններ գործելու այն դեպքում եւ այն ժամանակ, երբ դա կարեւոր է եւ էական։ Այստեղ ես կան կառնեմ եւ անհամբեր սպասում եմ գործընկերների ելույթներին, Ուրսուլայի, Ջորջայի, Մանուելի, Քիրի, թե ինչպես կարող ենք անվտանգության այնպիսի ճարտարապետություն կառուցել, որը կպաշտպանի բոլոր քաղաքացիների հիմնական ազատությունները մեր մայրցամաքում։ Ոստի նախ խոսքը փոխանցեմ Ուրսուլային։ Սիրելի Ուրսուլա, դիտարկելով արդի աշխարհաքաղաքական իրավիճակը, որը լի է մարտահրավերներով, ինչն եք համարում Եվրոպայի հիմնական պատասխանատվությունը մոտակա տարիներին, հաշվի առնելով նաև այն, ինչ դուք նշեցիք, թե Եվրոպայի անկախության պահը, ինչպիսին եւ ինչպես եք այն տեսնում։ Շնորհակալություն նախ պարոն Փաշինյան, շնորհակալ եմ, որ այսպիսի հրաշալի հյուրընկալություն եք մեզ համար կազմակերպել եւ բացման նիստի բանախոսներին եմ շնորհակալ եւ ձեր հարցի համար դուք արդեն նկարագրեցիք ինչպիսի փոթորկահույզ վիճակում է աշխարհը։ Դա չեմ շարունակի հիմա քննարկել, բայց վերջին տարիներին 4 տարի է ինչ ունենք եվրոպական քաղաքական համայնքը, եթե մեկ կարևոր դաս նշեմ, ապա մենք մի հատ կարևոր դաս ենք քաղել, ինչքան խոցելի ենք, երբ ունենք չափից շատ կախվածություն։ Ցավալի գործընթաց էր դա, այդ չափազանց մեծ կախվածությունների մասին իմանալը։ Նշեմ դրանցից 3-ը։ Առաջինը չափազանց շատ կախվածությունը ներմուծված հանքահիմքային վառելիքից։ Էներգետիկան միշտ Եվրոպական միության ներքին շուկայի պարագայում արգելակող գործոն է եղել եւ այսօր գների Մերձավոր Արևելքի ակամարտության պայմաններում այն մեզ համար դարձել է փակուղային խնդիր։ Համաշխարհային էներգակիրների գների տատանողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը, բայց մենք ունենք նաեւ ակտիվներ, մենք ակտիվներ ունենք Եվրոպական միությունում, դա այն էներգետիկան է, որը մենք ներսում ենք արտադրում, դա վերականգնվող էներգետիկան է, հողմային, արևային, հիդրոէներգետիկա, գեոտերմալ, բիոմասսա եւ միջուկային
Եվ մենք պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի, շատ ավելի ամուր կապենք մեր ներքին արտադրության ավելի էժան ու ավելի կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ, որոնք մենք ունենք, եւ դրա համար շատ կարեւոր է էլեկտրականացնել Եվրամիությունը, դա հիմա չեմ մանրամասն, բայց առաջին ասելիքս էներգետիկան է եւ էներգետիկան մեզ համար կարևորագույն ուղղություն է եւ այն պետք է շատ ավելի անկախ լինի եւ մենք անկախ պետք է մեր եվրոպացիներիս համար էներգիա ապահովենք։ Երկրորդը իհարկե անվտանգությունն է եւ պաշտպանությունը։ Վերջին 4 տարին եթե մեկ նոր բան գիտակցեցինք, դա այն է, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Բնական է եւ հենց այս պատճառով էլ մենք մոտ 800 միլիարդ եվրո ենք հավաքագրելու մինչև 2030 թվականը, որպեսզի անվտանգության պաշտպանության ոլորտներում արկա մեր բացերը լրացնենք։ Խիստ կարևոր է, որ ավելի անկախ լինենք այս ուղղությամբ եւ կարողանանք կանխարգելման արդյունավետ համակարգեր ունենալ, քանի որ հնարավոր ռազմական ագրեսիայի լավագույն կանխարգելման համակարգը դա արդյունավետ խափանումն է, արդյունավետ նախականխումն է եւ ահա Սենյակում դահլիճում մենք հավաքվել ենք, որպեսզի ավելի վստահություն ներշնչող, ավելի ուժեղ Ուկրաինայի հետ ավելի ուժեղ եւ հուսալի անվտանգություն եւ պաշտպանություն ունենանք։ Եվ իմ երրորդ ասելիքը հետեւյալն է. Եվրոպայի անկախություն չի նշանակում հայացք դեպի ներս, ընդհակառակը դեպի դուրս։ Աշխատանք համախոհ գործընկերների հետ եւ այստեղ էլ խորհրդանշական հանգամանք կա աշխատանք համախոհ գործընկերների հետ, քանի որ մեզ պետք են նաեւ կայուն հուսալի մատակարարման շղթաներ։ Մատակարարման շղթաները մեզ պետք են գործընկերներից։ Ոստի դուք ականատես եք եղել վերջին տարիներին, թե ինչպես ենք մենք ինտենսիվացրել ազատ առևտրի համաձայնագրերի մեր ցանցը Լատինական Ամերիկայի հետ, Հնդկաստանի հետ, Ավստրալիայի հետ, ես Անտոնիոյի հետ կուղևորվեմ Մեքսիկա։ Մենք ազատ առևտրի համաձայնագրերի ամենամեծ ցանցն ունենք աշխարհում եւ մենք իսկապես պետք է փայփայենք այդ համակարգը դրանով աշխատենք, որպեսզի ավելի անկախ դառնանք եւ ունենանք մատակարարման հուսալի շղթաներ, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն Ուրսուլա, նշեցիք էներգետիկան, պաշտպանությունը, անվտանգությունը դուրս նայելով նաեւ Եվրամիության տարածքից Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար